Հավասարությունը դեպի աջ։ Հայլով։ Մարշ։ Մակարյանի գլխավորությամբ սկսվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դրոշակակիր խումբը։ Հայ եւ օտար պատմիչները վկայում են, որ հին եւ միջնադարյան հայկական թագավորությունների բանակներն ու նախարարական տների զորախմբերը ունեին սեփական մարտական դրոշներ։ Մարտական դրոշը յուրաքանչյուր զինծառայողի հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն խիզախորեն պաշտպանելու, նույնիսկ արյունն ու կյանքը չխնայելով, հայրենի հողի յուրաքանչյուր քիզը պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցումն է։ Դրոշակակիր խմբում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որը անկախ ու ազատ պետականության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական դրոշը դա զինվորական պատվի, արիության ու փառքի խորհրդանիշն է։ Աշոտ Երկաթ Քաջարի թագավորի պատվական Սուրբ խաչը, որում ամփոփվում է տիրոջ կենարար խաչապայտի մասունքը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմադրոշները։ Հայոց ազգային խորհուրդը դիմում է Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարությանը արտոնելու կազմավորել հայկական զորամասեր։ Դեկտեմբերին կազմավորվում է հայկական բանակային կորպուսը, որի հրամանատար է նշանակվում գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ գնդապետ Վիշինսկին, իսկ զինվորական կոմիսար Դրաստամատ Կանայանը։ Թուրք հրամանատարությունը իր զորքերը բաժանելով 4 զորախմբերի զարգացնում է հարձակումը։ Նպատակ ունենալով գրավել Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը, առաջին զորախումբը հարձակվում է Վորոնցովկայի ուղղությամբ դեպի Բոլնիսխաչեն, Բորչալու։ Երկրորդ զորախումբը շարժվում է Ջաջուր, Համամլու, Ղարաքիլիսա, Ղազախ, Ելիզավետպոլ ուղղությամբ։ Երրորդ զորախումբը Ալեքսանդրապոլ, Համամլու, Բաշապարան։ Այդ զորախմբի նպատակն էր արագորեն անցնել ապարան աշտարակ Եղվարդ գիծը եւ մոտենալով Երևանին շրջափակման մեջ վերցնել երևանյան զորախումբը ու անհրաժեշտության դեպքում փակել դեպի Հրազդան Սևան նահանջի ուղիները։ Չորրորդ զորախումբը թուրքական 36-րդ հետևակային դիվիզիան Երևան ներխուժելու նպատակով մայիսի 21-ին Ալեքսանդրապոլից հարձակվեց Սարդարապատի վրա։ Մայիսի 22-ի վաղ առավոտյան ղողանջեցին Սուրբ Էջմիածին, Մայր Տաճարի եւ բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 28-ը։ Ծանր կորուստներ կրելով թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած գեներալ Մովսես Սիլիկյանի գլխավորած հայկական երկրորդ դիվիզիայի լիակատար հաղթանակով։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են գրողներ, բանաստեղծներ, լեզվաբաններ, բժիշկներ։ Աքսել Բակունց, Գրիգոր Ղափանցյան, Հարություն Մկրտչյան, Արամ Աբրահամյան, Քրիստոֆոր Փիրումով։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովանես Բաղրամյանը։ Անհնար է գերագնահատել Սարդարապատի հերոսամարտի կարևորությունը։ 1918 թվականի մայիսին Սարդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում տեղի ունեցած ճակատամարտերը բեգում մցրեցին թուրքական իշխանությունների հրեշավոր սցենարի իրականացման մեջ։ Ըստ որի Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանությունից հետո հայության հետքն իր բնօրանից հայկական լեռնաշխարհից իսպառ ոչնչացնելու համար անհրաժեշտ էր բնաջնջել նաև Արևելյան Հայաստանի հայությանը։
Շարասյունը եզրափակում է ամերիկացի հայտնի զինագործ Ստիվենս Մաքսիմի կողմից 1883 թվականին ստեղծված Մաքսիմ գնդացիրով կահավորված մարտակարգը։ Մայիսյան հերոսամարտերին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին և վճռական դերակատարում ունեցան գնդապետ Ամիրխանյանի հեծելազորային առաջին գունդը, Ջահանգիր աղայի եզդիական հեծելազորային զորախումբը Սարդարապատում, գնդապետ Կարալկովի պարտիզանական հեծելազորային գունդը, գնդապետ Զալինյանի հեծելազորային երկրորդ գունդը Ապարանում, գնդապետ Մելիք Շահնազարյանի հեծելազորային գունդը Ղարաքիլիսայում։ Հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն են պատերազմի բովով անցած ու աճած մարշալները Հովանես Բաղրամյան, Հովանես Իսակով, Արմենակ Խամփերյանց, Համազած Բաբաջանյան, Սերգեյ Ագանով, բժշկական ծառայության գեներալ գնդապետ Լևոն Օրբելի, 64 գեներալներ, խորհրդային միության 116 հերոսներ, Փառքի 3 աստիճանների շքանշանների 23 լրիվ ասպետներ և այլ փառապանծ հայազգյան հայտ ու հայտնի հազարավոր զինվորականներ, որոնցով այժմ էլ հպարտ է մեր ազգը։ Խորհրդային միության մարշալ Հովանես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ օդաչու Նելսոն Ստեփանյանին շնորհվել է խորհրդային միության կրկնակի հերոսի կոչում։ Արտական թռիչ թշնամու խորտակված 13 նավ և հազարավոր սպանված թշնամիներ։ Գնդապետ խորհրդային միության լեգենդար հետախույս Գևորգ Վարդանյանին հերոսի կոչումը շնորհվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նկատմամբ մահափորձի կանխմանը գործուն մասնակցության համար։ Այդ մարտական շքանշաններով մասնակից ևս 83 հայ սպա։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցեցին շուրջ 10,000 քաչ հայուհիներ, 4,000-ը տուն չվերադարձան։ Կատարած սխրանքների համար հայ ժողովրդի պանծալի զավակ Սոնիկ Սինոյանն արժանացավ Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի, Անել Աբրամյանը, Վիկտորիա Մալկյանը, Կարմիր Աստղ շքանշանի, Հասմիկ Թամազյանը, Քնարիկ Հարությունյանը, Աղավնի Ավետիսյանը, Լյուսիա Պողոսյանը, Վալենտինա Լիվյանը պարգևատրվեցին մարտական ծառայության համար մեդալներով, հազարավոր հայուհիներ տուն վերադարձան կառավարական պարգևներով։ Փառք Աջարի հայուհիներին։ Հպարտ խրոխտ քայլերով Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ փոխգնդապետ Օհան Գևորգյանի գլխավորությամբ անցնում են ազատամարտի փառապանծ մարտիկները, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցները, ովքեր 1992 թվականից ի վեր կանգնած են եղել մեր նոր պետականության կայացման ակունքներում և այսօր էլ բանակի կողքին են։
Հրավակայությունն է 2016 թվականի ապրիլին հակառակորդի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան, որին անմիջապես արձագանքեցին ու կրկին մարտադաշտ մեկնեցին կամավորականների ջոկատները։ Շքերն շարունակում են 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդ երկրապահները։ Երիտասարդ երկրապահի բաժանմունքներ գործում են հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հանրապետության բուհերում։ Կազմակերպության անդամները Հայաստանի Հանրապետության բանակի օրվան նվիրված միջոցառումների ակտիվ մասնակցությամբ են հանդես գալիս Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, սահմանամերձ զորամասերում, դպրոցներում ու բուհերում։ Երիտասարդ երկրապահները ակտիվորեն մասնակցում են դեպի Հայաստանի մարզեր, Արցախ աշխարհ կազմակերպող երկրապահական ամենամյա ուխտագնացությանը, անցնելով փառապանծ երկրապահների, ինչպես նաև լեգենդար 5-րդ բրիգադի անցած մարտական ուղով։ Ավագ ընկերների գործը շարունակում են երասերունդ երկրապահ կամավորականների միության պատանի երկրապահները։ Պատանի երկրապահ ակումբի յուրաքանչյուր խմբակը իրենից ներկայացնում է զինվորական կառույց, ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ իր հրամանատարական կազմով։ Պատանի երկրապահ ակումբի սաներից շատերն արդեն հայոց բանակի սպաներ են։ Պատանի երկրապահ կառույցը ունի 72 տարածքային ստորաբաժանում և բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ ստորաբաժանում ստեղծելն է Սփյուռքում։ Պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և երկրապահ կամավորականների միության միջև ստորագրված երակողմ փոխըմբռնման հուշագրի համաձայն այսօր արդեն Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում գործում են պատանի երկրապահ հայրենասիրական ակումբներ։ Երկրապահ կամավորականների միության համակարգում գործող այս կազմակերպության անդամների թիվն արդեն 30,000-ից ավելի է։ Կենտրոնական տրիբունային են մոտենում երկրապահ կամավորականների միության ազատամարտիկները և աշխարհազորայինները։ Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահն է Երկրապահ կամավորականների միության հիմնադիր Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգային հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Միության անդամներն այս խաղաղ օրերին իրենց առջև նպատակ ու խնդիր են դրել աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը։ Միության կարևորագույն խնդիրներից են ազատագրված տարածքների վերաբնակեցումը, երիտասարդ և մատաղ սերնդի դաստիարակությունը։ Կամավորականների հերոսական սխրանքից և անմնացորդ նվիրումից է ծնվել, հասակ առել ու առնականացել մեր ազգային հպարտությունը, հաղթանակած հայոց բանակը։ Փառք ու պատիվ մեր երկրապահներին։
Հրապարակում անկախության հռչակումից հետո հանրապետությունում կայացած բոլոր զորահանդեսների մասնակից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաներն են Գեգամ Սարգսյանի հրամանատարությամբ։ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի վեհ գաղափարներին ու պատգամներին հավատարիմ վարժարանը տվել է 1500-ից ավելի շրջանավարտներ, որոնց լիստվար մասը համալրել է զինված ուժերի շարքերը։ Զորահանդեսը գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի հրամանատարությամբ շարունակում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաներն ու կուրսանտները։ Այս հաստատությունը հայկական բանակի սպայական կազմի հիմնական դարբնոցն է։ Իմ մասնագիտությունը հայրենիք պաշտպանելն է։ Իմ մասնագիտությունը խաղաղ ապագան է։ Իմ մասնագիտությունը երկրի ապահովությունն է։ Ռազմական գիտությունը առաջնորդների ընտրությունն է։ Սա է համալսարանի ավելի քան 5000 շրջանավարտների նշանաբանը, որոնք համալրել են մեր փառապանծ բանակի սպայակազմի շարքերը։ Գեներալ-մայոր Դանիել Բալայանի հրամանատարությամբ անցնում են մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի սպաներն ու կուրսանտները։ Համալսարանը պատրաստել է շուրջ 1000 օդաչուներ, շտուրմաններ, ինքնաթիռային, ուղղաթիռային և ավիացիոն սպառազինությունների տեխնիկներ ու ճարտարագետներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ, համազորային կապավորներ։ Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռազմական այս կրթօջախը ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոն է, ունի ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ և փորձառու պրոֆեսորադասախոսական ու հրամանատարական կազմ։ Ինստիտուտի ղեկավարության, դասախոսական կազմի և շնորհաշատ կուրսանտների ջանքերի շնորհիվ այս ռազմական կրթօջախը դարձել է նաև գիտական, նորարարական լուրջ աշխատանքի կենտրոն։ Բավական է նշել, որ ինստիտուտում սկսվեցին թեթևքաշային անօդաչու թռչող սարքերի ստեղծման աշխատանքները, որի արդյունքում հաջողությամբ փորձարկվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին անօդաչու թռչող սարքը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշի և խաչվարի առաջնորդությամբ անցնում են հայոց բանակի գնդերեցները։ Հայ հոգևորականը միշտ եղել է հայ զինվորի զորականի կողքին, այդպես է եղել դարեր շարունակ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսամարտ։ Այսօր ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոս նորին սուրբ օծություն Տեր Գարեգին II օրհնությամբ զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ շուրջ 70 գնդերեցներ իրենց ծառայությունն են իրականացնում հայոց բանակում։ Մարտական բոլոր հենակետերում կան աղոթատեղիներ, ուր յուրաքանչյուր զինվոր հնարավորություն ունի իր սրտի գոհունակաղոթքն առ Աստված բարձրացնելու։ Գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանատարությամբ խրով քայլերով անցնում են Տիգրան մեծ շքանշանակիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի խիզախ մարտիկները։ Պաշտպանության բանակը Արցախի հերոս հրամանատարների զգոն ղեկավարությամբ ապահովում է արցախյան վտանգությունը և ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքը։ Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ անցնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումները։ Շարասյան մաս են կազմում Վարդան Մամիկոնյան շքանշանակիր երկրորդ առանձին մոտորոձգային գնդի և մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր 14-րդ առանձին մոտոհրածգային գնդի զորամասերի զինծառայողները։ Հանրապետության հարավ-արևելյան սահմանների պաշտպանությունը պատվով են իրականացնում փառապանծ հրամանատարներին վստահված ստորաբաժանումները։ Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ երթը շարունակում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի
եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման զորամիավորումը, որը հայ մարտիկների հետ կողքի մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը։ Գնդապետ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ անցնում են մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանանշանագիր առանցին հատուկ նշանակության բրիգադի մարտիկները։ Մարտական պատրաստությամբ եւ տեխնիկական հագեցվածությամբ առաջատար դիրքերում գտնվող մեր հետախույզները տարվա ցանկացած եղանակի եւ օրվա ժամի պատրաստ են կատարել հետախուզական զանազան խնդիրներ հակառակորդի խորթի փուլքում։ Գերժամանակակից սպառազինությամբ, կապի արդիական միջոցներով զինված եւ հատուկ պատրաստություն անցած այս ստորաբաժանումները ունակ են կատարելու զանազան մարտական խնդիրներ ամենատարբեր ու բարդ իրավիճակներում։ Հատուկ մեծարանքի են արժանի հայ խաղաղապահները, ովքեր միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում մեր 5 գործընկեր պետությունների ստորաբաժանումների հետ համատեղ խաղարարար առաքելություններ են իրականացրել աշխարհի տարբեր թեժ կետերում, բարձր պահելով հայ զինվորականի պատիվը։ Խաղաղապահ առաքելություններին մասնակցած շուրջ 3500 զինծառայողներից շատերն արժանացել են պետական, գերատեսչական եւ միջազգային պատկերների։ Այս պահին գնդապետ Վաղինակ Սարգսյանի հրամանատարությամբ Կոսովոյի տարածաշրջանում, Աֆղանստանի իսլամական, Լիբանանի եւ Մալիի հանրապետություններում խաղարարար առաքելություն է իրականացնում շուրջ 200 հայ զինծառայող։ Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հրամանատարությամբ զորահանդես ու շարունակում են ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Պետական սահմանը սուրբ է եւ անձեռնմխելի։ Սա է սահմանապահի նշանաբանը։ Գնդապետ Գուրգեն Գրիգորյանի հրամանատարությամբ գլխավոր տրիբունային են մոտենում ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, որոնք կազմավորվեցին Արցախյան ազատամարտի հերոսական օրերին, աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները։ Նրանք այս ծանր օրերին երկրի ներսում պայքարում էին զինված հանցախմբերի դեմ, պահպանում հասարակական կարգն ու պաշտպանում քաղաքացիների իրավունքները։ Շարասյունը եզրափակում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Հայ փրկարարների արհեստավարժության, անձնվիրության եւ մարտավարության շնորհիվ մեր ժողովուրդը համոզված է, որ ամենադժվար պահին օգնության կհասնի 911 ծառայությունը։ Սարդարապատի, Բաշապարանի և Ղարաքիլիսայի 1918 թվականի հերոսամարտերը հայ ժողովրդի հավաքական ուժի, ազգային միասնության արտահայտություններն են։ Այս հաղթանակներով հայ ժողովուրդը հակահարված տվեց թշնամուն, վիժեցրեց Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտ թուրքական ծրագիրը և փրկեց Արևելյան Հայաստանում ծվարած արևմտահայ գաղթականության ստվար զանգվածը։ Եղերն տեսած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախությունը։ Մայիսյան հաղթանակների հիմնական արդյունքը եղավ 6 տարյա կորսված պետականության վերականգնումը և Հայաստանի անկախության հռչակումը։ Հարկ բոլոր նրանց, ում շնորհիվ Հայաստանի անկախությունը դարձավ իրականություն։ Հարկ բոլոր այն երախտավորներին, ում ջանքերով կայացավ ու հզորացավ հայոց բանակը։
Հարկ հայոց բանակին, Հարկ հայ ժողովրդին, կեցե Հայաստանի Հանրապետությունը,